Սկյուրիկս կարոտել է ինձ։ Եկել վազվզում է, այս ճուղից այն ճուղա ծատկոտում, որ ինձ տեսնի։ Հա նայեցի, ներսից երևում ա, դե ինչամ նայեք, ոնց ա ոգևորվել։ Ասեցի դուրս եկամ, բայց չստացվեց, ասի դուրս գամ թող հանգստանա, այս իմ սկյուրիկն է, արի։ Ոյոմոնոմոնոմոն, իզի լովնո։ Բարև, ջակուկս, արի։ Կարոտել է իր մամին, գնաց։ Գնաց հայկով, գնաց հայկով։ Արի դե ուր գնացիր։ Ասե ոգևորված են չար երեխաներից ոնց որ լինի։ Մարդատինում ոգևորվում է։ Գոդի գամոտս թարա պաղավ գնացեկո։ Հերվից է էլի ինտեղենա։ Աղկվել ենտեղից ինձ դիտարկում է։ Աստված ջան։ Տեսնես ինչ ա եղել պոլիսների մեքենաների ձայնն է։ Հրաշալի հավեսոր ա մեզ մոտ։ Մտածում եմ, թե այսօր ինչ կարելի է անել։ Տարբեր բաներ եմ մտածում, բայց դեռ չեմ կողմնորոշվում։ Տեսնենք մի բան կանենք։ Ծառից իջավ ներքև, խշխշոց եմ լսում։ Տեսնեմ սկյուրիկն է, մի հատ էլ ես այստեղ եմ։ Նայ վերևից ես այն էլ կիչնի։ Սրանք ձակուկներն են։ Մեծացել են արդեն, մի բան ա գտել ուտում ա, իրա համար։ Մեկն է ծառի վրա է, երևի քույրու եղբայր են։ Պոչի երկարությունը նայեք։ Վազավը տենց թափով Այսպես ուրեմ աղջիկներս, այստեղ բրոկլի կա, մեր Լեոնան սենց հուն սիրում է բրոկլի ուտել, հիմա այսի լվանա, Լեոնա, հա, Լենա այնտեղ մի հատ բարևի, բարև,
Բարև իմ աղջիկ։ Սա քո ո՞նց եք։ Լեոնան ասում է։ Լավ է, Լեոնա ջան, ապրես։ Հիմա Լեոնայի ո՞նց կտրեմ բանը, բրոկլի։ Սենց մեջտեղից կտրեմ, թե սենց կուտես։ Սենց կտրեմ մեջտեղից։ Հա։ Սա քո բրոկլին ա կեր, տատիկներ ջակֆրուտ ա կտրում, հա։ Okay. Ջակֆրուտը սարել ա լավ, լվացել ա։ Հիմա կտրում ենք։ Գիտենք, որ ջակֆրուտը խակ չեն կտրում, պետք է գնենք բերենք տուն, երբ որ սկսում է հոտ գալ, հոտ է արձակում ջակֆրուտը, երբ որ այդ հոտը եկավ յուրահատուկ, շատ անուշ հոտ ունի, չնայած չգիտեմ, ամեն մարդ երևի, չգիտեմ, սիրում ա, թե չի սիրում հոտը, ես սիրում եմ, ասենք, բայց շատ ուժեղ ա իր հոտը, որտեղ որ եղավ, անպայման հոտը տարածվում է, մի խոսքով, մինչև հոտը չգա, մենք չենք կարող կտրել, հիմա այսպես կտրենք, երբ որ հոտը գալիս է, ուրեմն պատրաստ է կտրելու համար, պատրաստ է ուտելու, ինքը ներսից կպչուն է, ոնց որ սոսինձի նման կպչուն հատկություն ունի, եթե նամանավանդ մի քիչ հասած չեղավ, կպչելու է անպայման պետք է ձեռնոցով աշխատեք։ Տեսնենք կբացվի, թե չէ, թե էլի պետք է կտրենք։ Էլի պետք է կտրենք։ Կորիզները թռան։ Ահա, այսպիսին է ջակֆրուտը։ Դատի ես սիրում եմ։ Սիրում ես դու ջակֆրուտ։ Ահա։ Տեսեք, թե ինչպիսին է։ Չգիտես։ Չի, տատին չգիտեր, որ դու սիրում ես։ Սրանք էլ կորիզներն են, 2.5 եղավ արդեն։ Հիմա անցնենք մաքրմանը։ Սա այս մեջտեղի հատվածը հանում ենք, ինքը փափուկ ա, մեզ պետք չի սա պետք է հանենք, որպեսզի հեշտ մաքրվի, չէ Լեոնա, դու գիտես? Հա։ Իմ աղջիկը որ գիտի, հեսա մի քիչ մեծանային բալեն, կտրելու ա, չէ? Դու ինքդ կկտրես, տատիկին կհյուրասիրես։ Շատ քաղցր համեղ միրգ ա, այս ամրքերից ստեղ էլ կտրվավ, եկավ այստեղ, ասենք, սպասի, պիկա մոքրում մոքչի, չես կարող դու սենց ուտես, լավն ա, ես կերել եմ ասի, չգիտեմ, էլի ես կեր է դու, հա, դու էլի ես կերել, Եեեե, բա տատիկը միշտ էլ առնում է, դու ուտում ես, չէ? Հիմա ինչ ենք ունում, ոնց ենք մաքրում, այ այսպես, սա էլ կտրենք Յանի հատը, Դրա վրայից պոկիկ էր։ Տատի մի հատ է ստելա, կարամ ուտեմ։ Որտեղ ա բալես։ Ստա։ Տեղին ես ուզում հանես ուտես, սպասի, եթե չես կարա։ Սա տատի այսինց կտրի, որ կարանաս պոկես ուտես, հեսա նայ։ Հեսա։
Ասես վրայի բաները պիտի հանենք, իմ աղջիկ, հիմա կտանես տենց կուտես։ Տեսար հանեցինք, չի հանածա, հա, առ։ Այսիա, կորիզն էլ կհանենք։ Վաու։ Սա տատիկի բալեն օգնելու է, լրիվ մաքրենք, տատիկը այսքան չի կարա մաքրի։ Դու պիտի օգնես մաքրել, այսինքն հիմա ցույց տամ ինչ պետք է անենք։ Ահա։ Այսպես։ Սրանք պոկում հանում ենք։ Վերջ, սա արդեն հենց ինքը ջակֆրուտի միրգն է, ֆրուտն է։ Այս կորիզը հանում ենք, այսպես նայեք, կորիզ ունի մեջը։ Դե ցույց տուր հələ մի հատ էլ կեր որ տեսնել ոնց էս ուտում։ Güzel. Մի տապակը մաքրեցի կերանք, արդեն ուշ էր, երեխաները պետք է քնեին, Ալինան տանում էր տուն և ես լցրեցի ամանով, դրեցի երեխաների հետ, որպեսզի տանեն, տանը ուտեն, չնայած, որ այստեղ էլ իրենք կերան և մեկ տապակից այսքան էլ այս գեղեցիկ այստեղ նայեք, ինչպիսին է պտուղը ջակֆրուտի, շատ քաղցր ու համեղ, հիմա երկրորդ տապակն ենք մաքրելու, էլի այսպես, նույն ձևի կկտրենք,
Ոնց որ սմբուկ լինի։ Այ հիմա ասեք, արժեր այսքան մանրակրկիտ մաքրել, թե ոչ, նայեք այս մրգի գեղեցկությանը, համի ու հոտի մասին էլ չեմ ասում, այս միրգն ունի յուրահատուկ համ և հոտ, հիմա մեզ մնում է գնանք ու վայելենք, անուշ բոլորիս, ովքեր որ չեն փորձել, փորձեք անուշ լինի, շատ համեղ է, չեք փոշմանի։